Ապահովագրության փորձնական ծրագրով գործադիրը կսուբսիդավորի ապահովագրավճարներն ու նաև կաջակցի ընկերություններին ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելիս փոխհատուցման միջոցով։ Մասնավորապես, գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցել ապահովագրական ընկերության կողմից ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 70%-ի չափը գերազանցող տնտեսվարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների 80%-ը։ 2023-ին ապահովագրվել էին ծիրանը, խաղողը, դեղցը, սալորը, խնձորը, կեռասը, բալը, ձմերուկը, սեխը, կարտոֆիլը, աշնանացան, գարնանացան ցորենը, գարին եւ վարսակը։ Ռիսկերն էին ցրտահարությունը, երաշտը, կարկուտը եւ հրդեհը։ 2023-ին ապահովագրվել է 11662 հեկտար, ապահովագրավճարը մոտ 1.8 միլիարդ դրամ։ Տրամադրվել էր 2.7 միլիարդ դրամի մոտ 3864 ապահովագրական հատուցում։ Հացահատիկային մշակաբույսերն այս անգամ չեն ապահովագրի կարկտից կապահովագրվեն երաշտից, խնձորը, բալը, կեռասը չեն ապահովագրվի ցրտահարությունից։ Որոշվել է այս տարի հացահատիկը կարկտից չապահովագրել, հաշվի առնելով նախորդ տարվա վիճակագրությունն ու ի հայտ եկած ռիսկերը։ Վարչապետը կարևորել է համակարգի զարգացումը, կարգաբերումն ու լավարկումը, այն պետք է դառնա լրացուցիչ խթան, որպեսզի գյուղացին մշակի հողը։ Սուբսիդավորման մեր քաղաքականությունը ավելի ընդլայնենք։ Բայց ես կարծում եմ, որ օրինակ այս ինստիտուտը էլ է գյուղատնտեսության սուբսիդավորումը։ Եվ մենք պետքա սա դիտարկենք այդ տրամաբանության մեջ եւ պետքա գնանք այս ճանապարհով եւ պետքա մեխանիզմները դնենք այնպես, որ գյուղատնտեսության զարգացման խթաններ իրանք իրաց ներսում պարունակեն եւ այո, նաեւ հետաքրքիր լինեն մեր ապահովագրական կազմակերպությունների համար, բայց պետք է նաև հետաքրքիր լինեն վերաապահովագրող կազմակերպությունների համար։ Օրակարգից դուրս վարչապետը տեղեկացրել է, որ այս տարվա փետրվարին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցված աշխատողների թիվն աճել է նախորդ տարվա փետրվարի նկատմամբ։ Արձանագրումը, որ տենց համատարած եւ գլխապատառ Հայաստանից ՏՏ ոլորտի աշխատողները գնում են, իրականության հետ կապ չունի, չնայած մյուս կողմից էլ գիտեք, որ մենք հանդիպում ենք ունեցել շատ մեծ կազմի հետ ոլորտի եւ քննարկել ենք, թե մեր քաղաքականությունների կարգաբերման ինչ սխեմա կարող ենք ներդնել, որպեսզի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեխնոլոգիական ոլորտը ընդհանրապես ավելի գրավիչ լինի։ Ինչպես բարելավել հողի որակը, կատարել ծառերի գարնանային խնամ, քննարկել ճիշտ տնկիներ, կազմել ոռոգման ռեժիմ, պարարտացնել բույսերն ու պաշտպանել հիվանդություններից ու վնասատուներից։ Հարցերը քննարկվել են ինտենսիվ այգիների մշակություն թեմայով դասընթացի ընթացքում։ Նորարար գյուղատնտեսության թեմայով երրորդյա դասընթացը կազմակերպել է Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնը, Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող AgriCamp ծրագրով։ Արագածոտնից ու Շիրակից բյուրականի չրի տուն են եկել ոչ միայն ծրագրի շահառուները, այլև այգեգործական գիտելիքներն ու կարողությունները զարգացնել ցանկացողները։ 2020-ի մայիսին մեկնարկած ծրագրի տարբեր բաղադրիչներով բազմաթիվ վերապատրաստումներ են իրականացվել։ AgriCamp ծրագիրը 21 թվականից մինչև այսօր իրականացրել շուրջ 121 դասընթաց, որի մասնակցել են շուրջ 2727 մասնակից, որոնց դասընթացներ իրականացրել ենք Հայաստանի ազգային agrarային ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար, իրականացրել ենք ամառային դպրոցներ, իրականացրել ենք երրորդյա եւ հինգորդյա դասընթացներ կոոպերատիվի անդամների համար, ինչպես նաեւ երկօրյա դասընթացներ ֆերմերների, ՓՄԶ-ների համար։ Դեբետ գյուղում անցկացվել է կառուցվող նոր դպրոցի հիմնարկեքի արարողությունը։ Կրթօջախը կառուցվում է Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի գյուղական համայնքների համապարփակ զարգացման ծրագրերով Հայաստանի կառավարության հետ գործակցությամբ։ Ծրագրի արժեքն ավելի քան 1.7 միլիոն դոլար է։ Շուրջ 190 աշակերտի համար նախատեսված դպրոցը համապատասխանելու է արդի չափանիշներին, ապահովելով 21-րդ դարին համահունչ որակյալ կրթություն։ Ներառելու են մասնագիտացված լաբորատորիաներ, սպորտային խաղահրապարակներ, ինտերակտիվ դասասենյակներ, որոնք գիտելիքից բացի կզարգացնեն աշակերտի ստեղծագործելու կարողությունները։ Շենքը լինելու է մի հարկանի վրա, երկաթբետոնե կառույց է լինելու, բայց ավելի ընդարձակ է լինելու նախկին եղած դպրոցից, որ երկու հարկի վրա է լինելու, իր կողքը ունենալու է խաղահրապարակ, նաև վերևում ունենալու է կանաչապատ ֆուտբոլի դաշտ։ Հողային աշխատանքներն արդեն ավարտվել են, շուտով կսկսեն հիմքի կառուցումը։ Նախատեսվում է, որ նոր դպրոցը դեբետցի աշակերտների առջև դռները կբացի 2025-ի սեպտեմբերին։
Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ աճել է 0.5%-ով, կազմելով բարելի դիմաց $90.23։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ աճել է 0.7%-ով, կազմելով բարելի դիմաց $80.59։ Ոսկու միջազգային գինն աճել է 0.7%-ով եւ 1 ունցիայի դիմաց հասել $2000.6 Բիտքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ աճել է 1.1%-ով եւ կազմել 1 հատի համար $70,014։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ ապրիլի 12-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 393 դրամ 84 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 419 դրամ 32 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 21 լումա։